շատ ծիծաղալու վիդեո է սպասվում։ Պապաների տալիս եմ երեխաների հետ կապված հարցեր, գնացինք։ Fight. Okay, ժողովուրդ, գնացինք։ Ինչ է պետք անել, եթե սոսկան նույն ինքը ծծակը ընկնում է գետնին։ Ես գիտեմ ինչա պետք անել, երբ որ սոսկան է հանգնում գետնին, երբ որ ծծակն է հանգնում գետնին, չգիտեմ ինչա։ Տաք ջուր ման գալ, ստերիլիզացնել, պանիկա չանել, երեխու գոռոցներին ուշադրություն չդարձնել։ Նկարում ես սոսկես, ես նայում ես լույսի վրա արևին կամ նայում ես եթե վրան երևացող միկրոբ չկա, տալիս ես երեխան։ Առավոտյան կիսաքնած, քանի վայրկյանում եք փոխում երեխայի տակդիրը։ 0 Առավոտյան կիսա քնած, որն է, յա քնածես, յա արդու։ Բայց այդ երկար է տևում, անկեղծ մի ամբողջ կյանք է տևում, մինչև այդ բանը բոդիները քանդում ես, մինչև կոմպերսն ես քանդում, մինչև մաքրում ես, մինչև հետ ես հագցնում, գոռում է։ Դրա համար ավելի էշտ է չանես։ Չանես։ Քնած ես ձևանում։ Եթե հարցը է, այո, քնած ես ձևանում, ոչ մի վայրկյանում էլ չենք փոխում։ Եվ 5 երեխան նորմալ է, վայ մամա ջան է, էլի է պետք ունենալ։ Ինչ կա քո կյանքում երեխուց ավելի լավ։ Երեխուց ավելի լավ։ Ոչի բան։ Իդեպ Ալբերտը 5 երեխաների պապա լինելուց բացի նաև տարիներ շարունակ նախագծել է տարածքներ, որտեղ շատ հաճախ եք դուք լինում։ Օրինակ, ձեր սիրելի գեղեցկության սրահները Գլենդելում, ձեր գնացած ռեստորան սրճարանները եւ ամենակարևորը շքեղ տներ։ Իսկ այդ ամենի հետևում նրա 17 տարվա մեծ փորձն է։ Եթե պլանավորում եք վերանորոգել ձեր տունը կամ գնել եք հողատարածք ու չգիտեք թե ինչից սկսել, ապա զանգում եք Ալբերտին, ներսից դրսից տունը նախագծում է ու օգնում է construction-ի բոլոր հարցերում, որ դիզայնն ամբողջությամբ իրականություն դառնա։ Պահեք ձեզ մոտ Ալբերտի էջը, որովհետև մի օր հավատացեք ինձ, հաստատ պետք է գալու նրա խորհուրդը ձեզ, իսկ Ալբերտին որպես 5 երեխաների պապա ու որպես բիզնեսմեն Instagram-ում հետևելը իսկական հաճույք է։ Կոմենտներում էլ գրեք, ում պատասխանները դուք ավելի շատ սիրեցիք՝ Դավիթի, թե Ալբերտի։